Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հունվարի 26-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էր քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Կամո Ցուցուլյանն իր խոսքում ընդգծել է, որ խորհրդակցության առանցքային նպատակը աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպումն է։ Մշտապես նոր մարտահրավերների առնչվող ոստիկանության 4 հենասյունային ուղղություններում բարեփոխումները պետք է ծառայեն բացառապես իրենց առջև դրված խնդիրներին։ Ոստիկանության պետը փաստել է, որ համակարգի գործունեության արդյունավետությունը պայմանավորված է ստորաբաժանումների փոխկապակցված եւ համակարգված աշխատանքով, անդրադառնալով հակաիրավական արարքների կանխարգելման եւ օպերատիվ արձագանքման կարեւորությանը, նա ընդգծել է գործառույթների հստակ տարանջատման եւ թիրախային ուղղությունների հասցեական սահմանման անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ կարեւորվել է հանցագործությունների կանխման ու նախականխման նպատակով վերլուծական եւ օպերատիվ գործառնական միջոցառումների շարունակականությունը։ Հանձնարարվել է ակտիվացնել ապօրինի պահվող զենգզինամթերքի հայտնաբերման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների բացահայտման, ինչպես նաեւ հովանավորչության բացառման ուղղությամբ աշխատանքները։ Հանձնարարվել է նաեւ ուշադրության կենտրոնում պահել անչափահասների կողմից կամ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունները։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը ներկայացրել է ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքների վիճակագրությունը, քննարկվել են առկա խնդիրներն ու անելիքները, կարևորվել է բոլոր օղակներում կատարողական կարգապահության բարձր մակարդակի ապահովման անհրաժեշտությունը։ Ավարտին ոստիկանության պետը հորդորել է ցուցաբերել բարձր նախաձեռնողականություն եւ համագործակցային մոտեցում, ընդգծելով, որ տարածքային ստորաբաժանումներն ամենամոտն են կանգնած լոկալ խնդիրներին, ուստի պետք է ներկայացնեն անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված գործուն լուծումներ։